Ողջույն, սիրելի քույրեր, սիրելի մեր կանայք, այսօրվա ամսի 7-ի կապակցությամբ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այդ գեղեցկության տոնի հետ կապված, բոլորիդ մաղթեմ առողջություն, բոլորիդ մաղթեմ լավ տրամադրություն, բոլորիդ մաղթեմ կապույտ երկինքի տակ խաղաղություն։ Ինչի համար եմ ես բառերը օգտագործում, ինչի համար եմ ես բառերի այս ձևի մտքերով արտահայտում, որովհետև դա ցանկանում ենք իրոք մենք։ Սիրելի կանայք, սիրելի քույրեր, գիտեմ, որ վերջի ժամանակները մենք տարբեր իրավիճակների մենք հայտնվում որպես ազգ, տարբեր ծանր հետևանքներ ենք ունեցել, բայց դուք մեզ համար միշտ եղել եք թիկունք, մեզ համար միշտ եղել եք ուժ, որ մենք կարողացել ենք հաղթահարել բոլոր այս դժվարությունները։ Բոլոր այն կանայց, բոլոր այն ծնողների, որ կորցրել են իրենց երեխոցը, խոնարհվում եմ ձեր առաջ, բայց որպես մենք այսօրվա իրավիճակում գտնվող հայ քաջորդիներ, մենք ձեզ խոսք ենք տալիս, որ մենք շարունակելու ենք ձեր զավակների աշխատանքները։ Մենք միշտ շնորհավորելու ենք ձեզ, մենք միշտ ամեն ինչ որ տոն օրվա կամ ինչ որ օրվա կապակցությամբ մենք ամեն անգամ փորձելու ենք, գիտեմ դա լրացնելու բան չէ, բայց փորձելու ենք մենք միշտ մի ձևի ձեր առաջ, ձեր աչքերի առաջ ցույց տանք, որ այդ երեխոց աշխատանքները, եթերոսությունը ոչ մեկը չի կարա ոտնահարի, ոչ մեկը չի կարա զրոյացնի, որովհետև իրանք մեզ համար եղել են օրինակելի, որովհետև իրանք հերոսական գործերը միշտ ազգի մեջ պիտի բարձր գնահատվի։ Ու մենք էլ այսօրվա իրավիճակում պիտի շարունակենք իրենց առած գործը, որովհետև այս ծանր իրավիճակը մեզ ստիպում է, որ մենք էլ գնանք մեզ նվիրաբերելու, հանուն հայ ապրելու, հանուն հայ մնալու այս հողի վրա։ Ինչ եմ ուզում ասեմ, դժվար է խոսքեր արտահայտվել, որովհետև եկել է ժամանակ, որ պիտի քիչ խոսանք, բայց իրականացնենք աշխատանքներ։ Բայց խոսք եմ տալիս, որ այդ իրականությունը, արդարությունը մեր իրավունքների հետ կախված։ Մենք որպես ժողովուրդ, մենք որպես հայազգ իրավունք ունենք լավ ապրելու, իրավունք ունենք, որ ասում է, պատերազմ հաղթող կողմ լինենք, իրավունք ունենք պատերազմը կասեցնենք։ Դժվար է, ծանր է, բայց ափսոս, որ մենք այս իրավիճակում հայտնվել ենք ոչ թե մեր մեղքով, այլ տարբեր ղեկավարների բացթողումներով, տարբեր մարդկանց դավաճանության հետևանքներով։ Նորից եմ շնորհավորում ձեր տոնորը, ես ուզում եմ, որ հետագայում ամեն անգամ նշելով տոնորը, իրականում դա լինի տոնոր բոլորիս համար։ Շնորհակալություն։